Հանրապետության ճանաչված եւ սիրված դերասանների հետ հանդիպումը տեղի ունեցավ Լեբլեցուն դահլիճում տոնական բարձր տրամադրությամբ։ Վլադիմիր Բեկթաշյանը մտովի հետ է գնացել եւ զուգահեռներ անցկացրել։ Նախկինում հանրապետության լավագույն արվեստագետները հաճախ էին լինում այստեղ, հիմա մի տեսակ անջրպետ է գոյացել։ Նա կարծում է, որ այս ներկայացումը կարող է ազդակ դառնալ լավագույն ավանդույթները վերականգնելու համար։ Ողջունում եմ այսօրվա Դոն Ժուան ավիա ներկայացումը Ալավերդում։ Մեզ համար դա շատ կարևոր է, որպեսզի մայրաքաղաքից հեռու համայնքների ազգաբնակչությունը, մասնավորապես ալավերդցիները, Ալավերդու հատկապես երիտասարդցիները կապը ունենան մշակութային մայրաքաղաքի հետ, այդ տարածքը լցվի եւ ինչու՞ չէ նաեւ վերակենդանանա սերը թատրոնի նկատմամբ, արվեստի նկատմամբ։ Ներկայացումից րոպեներ առաջ Հրանտ Թոխատյանը խոստովանեց, որ չափազանց է եւ ուրախ այստեղ լինելու համար։ Ներկայացման ընդամենը մի 10-15 րոպե է մնացել, հուզմունքը կա, որովհետև ընդհանրապես յուրաքանչյուր հանդիսատեսի մոտ դուրս գալուց, մանավանդ հայ հանդիսատեսի մոտ, դա մի մեծ քննություն է, որը պետք է բռնես, որը պետք է հանձնես անպայման հաջորդ փուլ գնալու համար։ Բեմադրության ռեժիսոր Նարեկ Դուրյանը կարծում է, որ տարբեր ժամանակաշրջաններում արվեստագետները տարբեր առաքելություն են ունենում։ 21-րդ դարում արվեստագետների գործը ինչ-որ չափով պետք է նման լինի բժիշկների գործին։ Եթե հեղափոխության ժամանակ արվեստագետի միսիան ուրիշ է, այսօր իմ համար արվեստագետի միսիան մի քիչ բժշկական թերապիա մարդկանց անելն է, մենք իսկապես պիտի մարդկանց մի քիչ երկու ժամ մոռանան իրանց հոգսերը, քանզի դուրս իսկապես ծանր եւ բոլորս գիտեն եւ նորից եմ կրում դա մենակ Հայաստանին չի վերաբերում։ Հավատացնում եմ, ես նույն Փարիզում էլ իր դժվարությունները կան։ Դարը փոխվել է։ Ներկայացման ամբողջ ընթացքում դահլիճում լիաթոք ծիծաղ էր, իսկ վերջում բուռն անդադար ծափահարություններ կրկին հանդիպելու ակնկալիքով։ Գոնե երիտասարդ սերնդի ներկայացուցիչներիս համար սովորական է, որ ներկայացումների կամ միջոցառումների ժամանակ հանդիսատեսը անընդհատ ներս ու դուրս է անում, նաև աղմկում, իսկ վերջում որպես կանոն դերասանները դեռ գլուխ են տալիս, իսկ դահլիճն արդեն կիսադատարկ է։ Դոն Ժուան ավիա ներկայացումը փոփոխություններ մտցրեց Ալավերդի հանդիսատեսի մասին մեր սերնդի պատկերացումներում։ Ներկայացման ողջ ընթացքում ճեմասրահները դատարկ էին, դահլիճում եթե աղմուկ էր, ապա միայն ծիծաղ, որն արձագանքներ բեմում ծավալվող ծիծաղաշարժ իրադարձությունների։ Ալավերդին մոռացել էր առօրյա հոգսերի ու խնդիրների մասին եւ ըմբոշխնում էր առողջ ու թեթև հումորը։ Ցավոք նման առիթներ հազվադեպ են լինում, ուստի պատահական չէր, որ անգամ երկարատև ծափահարություններից հետո հանդիսատեսը չէր հեռանում դահլիճից, ասես սպասում էր, թե իսկական արվեստի հետ հանդիպման հրաշքը կշարունակվի։ Բեմից չէին շտապում հեռանալ նաև սիրելի դերասանները։ Շատ ուրախ եմ, որ այսպիսի միջոցառումներ են կատարվում մեր քաղաքում։ Ու շատ դուր եկավ։ Գերազանց տպավորություններ, շատ հաճելի երեկո, շատ ուրախ ժամանց եւ շնորհակալություն բոլոր կազմակերպիչներին։ Առօրյան ավելի աշխուժանում է, ավելի հետաքրքիր է դառնում։ Սա ինձ թվում է լավ նվեր էր Ալավերդի ընկնդրոջ համար։ Անկեղծ ասեմ, այսօր բավականին ցուրտ օր էր եւ մենք մտածում ենք, որ սառելու ենք բեմի վրա, բայց այնքան ջերմ էր հանդիսատես եւ մթնոլորտ այնքան ջերմ էր, որ մենք բոլորս պարզապես սավառնում էինք ու ընդհանրապես չենք զգացել ցուրտ։ Շնորհակալություն ընդհանրապես Ալավերդի հանդիսատեսին, որովհետեւ նրանք իսկապես մեծ ատարով հանդիսատես են։ Դա շատ քիչ է պատահում։ Ես ողջունում եմ ձեզ, որ դուք նմանատիպ արվեստ սիրող հասարակության մեջ եք ապրում։ Հանդիսատեսի փոփոխությունը նաև քեզ ինչ-որ ձևով փորձություն է դա, դու կարողանում ես մեկ անգամ եւս գնահատել քո արած աշխատանքը։ Հաճելի է, անընդհատ նոր դեմքեր, նոր տպավորություններ, մի խոսքով ու յուրաքանչյուր հանդիսատես ունի իր հումորի տեսակը ու շատ հետաքրքիր է, որ ռեակցիաները ստուգում ես, այսինքն տարբեր մարզերում տարբեր տեղեր են ռեակցիաներ գնում, այսինքն ընկալում են հումորի իրենց մասը վերցնում են։ Ու դրանով իսկ հետաքրքիր է նրանց հետ միասին ծիծաղել իրենց սիրած կատակի վրա։ Բավականին նուրբ հասկացող հանդիսատես է իմ կարծիքով եղել։ Համենայն դեպս ես այդպես եմ զգացել եւ շատ բավարարված եմ։ Մեծ հաճույքով էլի կգամ այստեղ։ Վալեքս խմբի ընկերությունների լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Թագուհի Կարապետյանը երկարատև եւ ծանրաբեռնված օրվա վերջում ոչ թե հոգնածության, այլ լիարժեք բավականության մասին խոսեց։ Ալավերդիում իրականացրած հերթական ծրագիրը նա հաջողված է համարում։
Ես առաջին անգամ չի, որ նման բավականություն եմ ստանում բառից բուն իմաստով Ալավերդու հանդիսատեսից, որովհետև դեռ այդպիսի բան չեմ հիշում, որ ցանկացած միջոցառում, որ կազմակերպվել է այս քաղաքի հանդիսատեսի համար, դրանից հետո ասեմ իզուր կազմակերպեցինք այս միջոցառումը, երևի սխալ էր այս համերգը բերելը, երևի սխալ էր այս դերասանի կամ արտիստին բերելը, որովհետև այդ հետադարձ կապը հանդիսատեսի եւ այդ միջոցառման այնքան ջերմ է, այնքան շնորհակալ, որ դու լիարժեք բավարարված ես զգում քո արած աշխատանքից։ Աշխատանքը, որ այսօր, ասենք, կոնկրետ օրինակ բերեմ, հա, այսօրվա ներկայացումը, որը տևեց 1 ժամ 50 րոպե, այս միջոցառումը իրականանալու համար ներողություն, որ ասում եմ սա, ծախսվել են շատ լուրջ փողեր, ծախսվել են շատ լուրջ մարդկային էներգետիկ ռեսուրսներ, շատ էներգիա է թափվել, շատ մարդիկ են աշխատել, նախապատրաստական աշխատանքները այս միջոցառումում 1 ժամ 50 րոպեանոց կայանալու համար մոտ սկսել են ամիս ու կես առաջ եւ այս ամեն ինչը սահմանափակվել է ժամ 50 րոպեով, որի համար շատ շնորհակալ եմ Ալավերդու հանդիսատեսին, որը շատ ջերմ ընդունեց ներկայացումը, վստահ եմ, որ նրանք, ովքեր ներկայացնում էին այսօրվա բեմադրությունը, դերասանների, ռեժիսորի եւ պրոդյուսերի մասն է խոսքը, 100 անգամ մոտեցան, մեզ շնորհակալություն հայտնեցին այդ հանդիսատեսի վայ ջերմ ընդունելության համար եւ ես արդից օգտվում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել բոլորից, ովքեր որ այսօր ներկա էին այդ ներկայացմանը։ Արդեն 5 տարի է մենք Valex ընկերության հետ համագործակցում ենք բոլոր ոլորտներով եւ դա մեր մոտ ստացվում է։ Մենք մի անգամ եւս համոզվեցինք, որ չկա մի բնագավառ, որ մենք համագործակցենք ընկերության հետ եւ հաջողության չհասնենք։ Համոզված եմ, որ ապագայում նույնպես այդ հաջողություններին մենք հասնելու ենք։ Ներկայացման ավարտից մի քանի օր հետո էլ քաղաքում խոսակցությունները ներկայացման շուրջ են, իսկ նրանք, ովքեր հնարավորություն չեն ունեցել ներկայացումը դիտելու, զանգահարում են հեռուստաընկերություն եւ հետաքրքրվում, թե երբ է հեռարձակվելու այդ մասին պատմող տեսանյութը։ Իսկ ովքեր ըմբոշխնել են այդ երեկոն, անհամբեր սպասում են Ալավերդու քաղաքապետարանի եւ Valex խմբի ընկերությունների հաջորդ անակնկալին։ Գոհար Ոսկանյան, Արմեն Հովսեփյան, լուրեր։